Էրեբունու ձերբակալվածների ժամանակավոր պահմանվայրից այսօր 100-ամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ու հիմնադիր խորհրդարանի մյուս 5 անդամներն, ովքեր օրեր առաջ ձերբակալվել էին, տեղափոխվեցին հատուկ քննչական կոմիտե։ Ինչպես քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տրուզյանը մեզ փոխանցեց, քննչական գործողություններին մասնակցելու նպատակով։ Սակայն մինչ այդ քննչական կոմիտեի դիմաց հավաքվեցին հիմնադիր խորհրդարանի անդամներն ու համակիրները, վանկարկելով ազատություն։ Տարածքը հսկող ոստիկաններն անմիջապես շրջափակեցին քննչական կոմիտեի շենքն արգելելով ինչպես հիմնադիր խորհրդարանի անդամներին, այնպես էլ լրագրողներին մոտենալ կառույցին, այդպես էլ որևէ բացատրություն չներկայացնելով։ Ես հանգիստ եմ խոսում։ Գոռան, որտեղ հասցրել եք արդեն։ Թույլ տա կգոռա։ Ձերդ ոնց ուզեք կտեցեք խոսենք երկուսին։ Ապա քննչական կոմիտե տեղափոխեցին օրերը ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանին եւ հիմնադիր խորհրդարանի մյուս անդամներին։ Նրանք ձեռնաշխտաններով էին, նրանց ուղեկցում էին սև համազգեստով դիմակավորված հատուկ ջոկատայիններ։ Ազատություն! Մինչ Ժիրայր Սեֆիլյանը եւ հիմնադիր խորհրդարանի մյուս անդամները գտնվում էին քննչական կոմիտեի շենքում եւ ներսում կատարվում էին քննչական գործողություններ, ներսում հավաքված համախոհները շարունակում էին վանկարկել ազատություն։ Հիմնադիր խորհրդարանի անդամները նաեւ ելույթներ ունեցան, քննադատություններ հնչեցնելով ռեժիմի եւ նրա սպասարկումների հասցեներին։ Նրանք նաեւ քննադատեցին ոստիկաններին, ինչից հետո կողմերի միջև տեղի ունեցավ քաշքշուկ։ Ինչ որ իրանք այսօր ուզում են ցույց տան, որ իրանք ուժեղ տղերք են, այսպես կոչված ճակերտյալ, եւ մեր հերոս տղերքին ձերքները ոլորած բերում մտցնում են ամեն մեկին 5-6 դիմակավոր չես ջոգում, դա ադրբեջանցի է թե հայ է, այդ չեն մարսելու, չկասկածեք։ Իրավիճակն անդրադառնալուց հետո հիմնադիր խորհրդարանի անդամները որոշեցին անաղմուկ հետևել ընթացող զարգացումներին։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Քննչական կոմիտեի հայտարարության համաձայն առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։